Okay, շատ բարի։ Ուրեմն այսօրվա մեր թեման է ինչպես ճանաչել Աստծո կամքը եւ տարբերել այն մեր մարդկային ցանկություններից։ Մենք բոլորս, ամեն մարդ կայացնում է իր կյանքում որոշումներ։ Փոքր որոշումներ են կայացնում, մեծ որոշումներ են կայացնում, բայց նաեւ կատարում ենք որոշումներ, որոնք որ ճակատագրական որոշումներ են կարելի ասել, հա։ Օրինակ, մասնագիտության ընտրումը, ամուսնությունը, եկեղեցին, եկեղեցական ծառայությունը, բնակության վայրը կամ մեծ տներ առնել, ծախելը կամ ինչ-որ մեծ շարժ անելը։ Եվ մենք հավատքի մարդիկ լինելով, եկեղեցու մարդիկ լինելով, մենք էլ ունենք այդ հարցերը։ Արդյոք սա Աստծո կամքն է։ Եվ մեր այդ հարցը կարելի թե ասել ամենակարևոր հարցերից է, որ բոլոր հավատացյալները իրար տալիս են, որովհետև մենք ուզում ենք, մենք ցանկանում ենք լինել Աստծո կամքի մեջ եւ փնտրում ենք դա, արդյոք դա Աստծո կամքն է, թե պարզապես իմ ցանկությունն է, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր ցանկությունները կարող լինեն նաեւ ոչ Աստծո կամքից։ Եվ նաեւ հակառակը, գիտենք, որ Սուրբ Հոգին էլ է մեր մեջ ցանկություններ դնում։ Եվ դա զանազանելու համար մեզ պետք է շատ իմաստություն։ Եվ ինչպես պիտի տարբերենք այդ երկուսը, Աստծո կամքն է, թե իմ սեփական ցանկությունն է։ Աստվածաշունչը սովորացնում է մեզ, որ Աստծո կամքը հնարավոր է ճանաչել։ Հնարավոր է ճանաչել եւ Աստծո ցանկությունն է, որ մենք ճանաչենք իր կամքը, բայց Աստծո հետ առնչվելու, իր հետ հարաբերություն ունենալու եւ իր հետ նորոգված միտք ունենալու ժամանակ է գալիս այդ զանազանությունը, որն է Աստծո կամքը։ Ամեն բանից վեր մենք պետքա բոլորս հիշենք, որ Աստված յուրաքանչյուր մարդու համար ունի բարի ծրագիր։ Կապ չունի այդ մարդով է, Աստծո ծրագիրը այդ մարդու համար բարի է։ Եկեք կարդանք մեր առաջի խոսքը այսօրվա։ Երեմիա 29:11 խոսքերում ասվում է. որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում են ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ տամ ապագա եւ հույս։ Այսինքն այստեղ ինչ ենք հասկանում։ Աստծո կամքը բարի է, կատարյալ է, սիրով լի է եւ սուրբ է։ Եվ ինքը ուզում է, որ մենք ունենանք ապագա եւ հույս։ Եվ նախորոք ասում է, որովհետև ես գիտեմ ձեզ ինչ եմ ուզում տամ։ Այսինքն մենք ունենք Աստված, որը որ իր նպատակը մեզ համար միշտ բարի է։ Այդ բարի նպատակն է, որ մենք վստահում ենք եւ ասում ենք Տեր, թող քո կամքը լինի, չէ՞ որ մենք հասկանում ենք, եթե Տիրոջ կամքը լինի, դա ավելի բարի է, քան իմ կամքը։ Մենք պետք է սովորենք ի սկզբանե Աստծո սիրտը։ Ինչ է Աստծո սիրտը։ Եթե մենք գիտենք, որ ինքը բարի է, արդեն մենք ավելի հանգիստ ենք իր կամքի հետ։ Դա համար մենք այդ վստահությունը, որ ձեռք ենք բերում Աստծո կամքին վստահելը, նաև Աստծուն ճանաչելու հետ է կապված։ Երբ որ մենք չենք ճանաչում ինչ-որ մեկին, չենք կարող այդպես լավ վստահենք։ Ինչքան շատ ենք ճանաչում ենք Աստծուն, այնքան մենք վստահությունը ավելի ուժեղանում եւ իր հանդեպ, եւ իր կամքի հանդեպ, եւ իր ծրագրերի հանդեպ։ Եվ երբ որ մենք Աստվածաշունչը շատ խորը ընթերցում ենք, մեր կյանքի իրավիճակները կարողանում ենք ինչ-որ իրավիճակների հետ համեմատել։ Ինչպես որ այսօր ասեցինք, այդ կորած տղան համեմատվեց Հիսուս Քրիստոսի հետ, որ ասեց, չէ՞ որ ես իմ հոր տանն եմ, ինչի եք ինձ ուրիշ տեղ ման գալիս։ Եթե մենք այդ իրավիճակները գիտենք, մենք ուրախությամբ ենք մոտիկանում նույնիսկ այդպիսի դժվար իրավիճակների, որովհետև ծանոթ է ինչ-որ մի բան։ Ինչքան քեզ ծանոթ է իրավիճակը, այնքան ավելի մեծ վստահություն ունես դու դրա մեջ նաև Աստծո հանդեպ։ Բայց ամենամեծ խոչընդոտը Աստծուն ճանաչելու կզարմանաք ինչն է։ Դա Սատանան չի, շատերը կարծում են Սատանան է, դա մեր անձնական սիրտն է։ Դա մեր սիրտն է։ Երեմիայի 17:9 խոսքերը ասում են սիրտը, ասում է, սիրտը ամեն ինչից առավել նենգ է եւ ապականված, որ ով կարող է այն ճանաչել։ Այսինքն մեր սիրտը նենգ է եւ ապականված։ Եվ դրա համար կարողանում է Սատանան այն օգտագործի։ Սատանան ինքը նույնն է, բայց մեր սրտից է կախված։ Արդյոք Սատանան կարա օգտագործի ինձ եւ իմ սրտի մեջ չար բաներ դնի, թե չի կարա։ Այսինքն իմ սրտի դիրքից շատ բան է կախված Սատանայի գործունեությունից։ Ինքը իր գործն է անում, բայց ինձանից է կախված, իմ սրտից, ինչքանով է ինքը
իմ նենգությունը եւ ապականությունը թույլ տալիս սատանային գործելու իմ վրա։ Ինչ կարող անի սիրտը։ Սիրտը հիմնականում մեր զգացմունքները, էմոցիաները շփոթում է Աստծո ձայնի հետ։ Մեր սեփական ցանկությունները ներկայացնում որպես Աստծո կոչում կամ Աստծո կանչ։ Հպարտությունը ներկայացնում որպես հավատք, հա, հպարտությունը կամ կրոնականությունը, հա, ներկայացնում որպես հավատք։ Դա մեր սրտի դիրքորոշումն է։ Այդ դրա պատճառով մենք պետքա զգույշ լինենք, երբ որ ասում ենք ես խաղաղություն եմ զգում, այդ խաղաղությունը կարող է նաև խոչընդոտ դառնա մեզ համար։ Օրինակ ունենք Աստվածաշնչյան, ինչ եղավ խաղաղություն, ով կրեց խաղաղություն։ Օրինակ Հովնանը, երբ որ Տերն իրան ասեց գնա Նինևե, ինքը փախնում էր Թարսիս եւ ինքը նավի մեջ խաղաղության մեջ գնաց քնեց։ Հիշում եք այդ պատմությունը երևի։ Ինքը խաղաղ էր։ Թեկուզ ինքը չէր անում Աստծո կամքը, ինքը խաղաղ էր, ամբողջ նավը փոթորիկի մեջ էր, մարդիկ եկան արթնացրին, ասեցին երևի դու ես մեղավորը, որ այս փոթորիկը սկսել է, բայց ինքը խաղաղ էր, իր խաղաղությունը խաբուսիկ էր, այսինքն ինքը Աստծո կամքի մեջ չէր, բայց խաղաղ էր։ Եվ նաև Սամսոնը սիրահարվեց Դալիլայի վրա եւ իր ամբողջ գաղտնիքները շատ խաղաղության մեջ տվեց իրան։ Նա Աստծո կամքից դուրս էր, բայց չէր զգում, որ Աստծո կամքից դուրս է, այդ խաղաղությունը իրան խաբեց։ Այսինքն մենք խաղաղությունը չպետք է շփոթենք Աստծո կամքի հետ։ Եվ ո՞նց է բայց սկսվում, ո՞նց անենք, որ ճանաչենք Աստծո կամքը, ո՞նց մենք մարդկայնով։ Աստվածաշունչը Հռոմեացիների նամակի 12 առաջինից 2-րդ խոսքերի մեջ նկարագրում է, ոնց է այդ process-ը կատարվում։ Եկեք կարդանք ինչ է գրված Հռոմեացիների նամակի 12 գլուխ առաջին ու երկրորդ խոսքերը։ Ասում է. «Ուրեմն աղաչում եմ ձեզ, եղբայրներ, Աստծո ողորմությամբ, որ ձեր մարմինները մատուցեք որպես կենդանի սուրբ Աստծուն հաճելի զոհ, որը ձեր բանական պաշտամունքն է, եւ մի կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի կարողանաք ճանաչել, թե որն է Աստծո բարի, հաճելի եւ կատարյալ կամքը»։ Ուրեմն հերթականությունը ո՞րն էր։ Հերթականությունը նախ ամբողջական նվիրվում ես Աստծուն, չէ՞, ասում եմ մատուցիր քեզ որպես կենդանի զոհ, ամբողջական նվիրում եմ Աստծուն ինձ։ Երկրորդը մտքի նորոգություն։ Մի վարքան դի կարդանք, ասում է եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգեք ձեր մտքերը նորությամբ, այո, հոգունորությամբ, որպեսզի կարողանաք ճանաչել։ Այսինքն երկրորդը գալիս է մտքի նորոգումը, իսկ երրորդը դրանից հետո արդեն կամքի ճանաչումը։ 3 հատ process եղավ։ Մենք մեզ նվիրում ենք Աստծուն, երկրորդը մեր միտքը սկսում է նորոգվել, երբ որ մենք մեզ լրիվ նվիրում ենք, եւ հետո գալիս է երրորդ կետը, որտեղ որ մենք արդեն սկսում ենք ճանաչել Աստծուն, այսինքն ճանաչել Աստծո կամքը։ Այս նախադասությունների մեջ գրեք ձեր մոտ այս գլուխը կկարդաք անպայման Հռոմեացիների 12 առաջի երկրորդ խոսքը։ Կկարդաք, որպեսզի հիշեք, ինչա առաջի, երկրորդ, երրորդ կետերը, որ մենք կարողանանք մոտիկանանք Աստծուն։ Եվ մեր խնդիրներից մեկը ինչ է, նաև որ շատ մարդիկ ուզում են իմանալ Աստծո կամքը, բայց պատրաստ չեն իրանց նվիրել, իրանց ամբողջությամբ հանձնել Աստծուն։ Բայց Աստծո կամքը, Աստված իր կամքը հայտնում է իր սիրելիներին, իրան ամբողջովին նվիրված մարդկանց։ Եվ Աստվածաշունչը ասում է, չկա մի բան, որ աշխարհի վրա լինի, իմ մարգարեն չիմանա։ Այսինքն իր կամքը հայտնում է ինքը, բայց այն մարդկանց, ովքեր որ իրան նվիրյալ են։ Եկեք հարցեր տանք մեզ։ Այս հարցերը կարաք ինքներդ ձեզ համապատասխանեք։ Ես իսկապես ուզում եմ ճանաչել Աստծո կամքը։ Նույնիսկ եթե այն տարբերվում է իմ ցանկությունից, այսինքն ես ունեմ Աստծո կամք եւ ունեմ իմ ցանկություն, իրանք տարբեր են։ Ես իսկապես ուզում եմ իմանամ այդ կամքը Աստծո, թե մեկ-մեկ ուզում եմ դզեմ փչեմ, որ իմ ուզածով լինի։ Երկրորդ հարցը, պատրաստ եմ հրաժարվել իմ ծրագրից, եթե Աստված ուրիշ ճանապարհ ցույց տա։ Այսինքն իմ ցանկությունը ինչ որ բան ունենալու, ձեռք բերելու, ճանապարհ, չգիտեմ ինչ անելու, պատրաստ եմ այդ ամենից հրաժարվել։ Եվ երրորդ հարցն է, ինչ է այսօր ավելի ուժեղ իմ կյանքում, Աստծո ձայնը, թե իմ սեփական ցանկությունը։
Կարակ ինքներդ ձեզ ուղղակի ստուգեք այդ հարցերի համար, հասկանալու ինչա մեզ պահում Աստծո կամքը լսելու, ավելի մոտիկանալու համար։ Այս հարցերը մեզ օգնում են ուղղակի մենք մեզ ճանաչելու համար։ Ոչ թե ինքնադատապարտելու համար, այլ մենք մեզ ճանաչելու, ինչքան ենք մենք մոտիկ Աստծուն եւ ինչ պիտի անենք այս 3 կետերից, ամբողջական նվիրում, մտքի նորոգում ամենադժվարն է իմիջայլոց, եւ որպեսզի ճանաչենք Աստծո կամքը։ Ինչա մեր մարմնական ցանկությունը։ Մեր մարմնական ցանկությունները Գաղաթացիների 5:16-17 խոսքի մեջ ասում է, որ յուրաքանչյուր հավատացյալի ներսում կա 2 ուժ գործող՝ Սուրբ Հոգինը եւ մեր մարմինը, որը մեկը մյուսին հակասում են։ Այսինքն հակառակ ուղղությամբ են տանում։ Սուրբ Հոգին տանում է մեզ դեպի լույս, մեր մարմինը հիմնական տանում է ցանկությունների ճանապարհով եւ դեպի խավար։ Եկեք կարդանք Գաղաթացիների 5-րդ գլխի 16-17 խոսքերը։ Ասում եմ, հոգով ընթացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի, որովհետեւ մարմինը ցանկանում է հոգու դեմ, իսկ հոգին մարմնի դեմ, եւ դրանք միմյանց հակառակ են, որպեսզի չանեք այն, ինչ կուզենայիք։ Այսինքն մարմինը մեզ ձայն է տալիս, անդադ ինչ որ բաներ է ասում, ասում է ես ուզում եմ հաջողություն ունենալ, ես ուզում եմ որ մարդիկ ինձ գնահատեն, ես ուզում եմ որ իմ կամքը կատարվի, ես ուզում եմ որ, չգիտեմ, չեմ ուզում սպասեմ, հիմա եմ ուզում, վրազեմ եւ այլն, իսկ Սուրբ Հոգին ասում է վստահիր Աստծուն, սպասիր նրա ժամանակին, ծառայիր ուրիշներին, խոնարհվիր, ներիր, հնազանդվիր, նույնիսկ եթե դժվար է։ Մենք տեսնում ենք, որ Աստծո կամքը միշտ չի համապատասխանում մեր զգացմունքներին, մեր ցանկություններին մեր համար։ Այսինքն, այս կետերը, որ ասացինք, ես ուզում եմ հաջողություն, սա, դա այդ Աստծո ծրագրի մեջ ամեն ինչ չի մտնում, որ մեր ծրագրի մեջ է մտնում։ Մենք պիտի զանազանենք, որ Աստծո ծրագիրը կարող մեր համար լինի լրիվ ուրիշ, քան մենք ենք պատկերացնում, բայց Իրանը միշտ բարի է։ Դա պիտի մենակ հիշենք, որ Աստծոն միշտ ավելի բարի է։ Եկեք կարդանք Ղուկասի 22:42 գլուխը, որտեղ որ Հիսուսի հնազանդության մասին է այստեղ խոսքը։ Գեթսեմանի պարտեզում Տերը տարավ մարդկային տագնապ, մարդկային սարսափ ապրեց, որովհետև Տերը գիտեր իրան ինչ է սպասվում, ինչ իրավիճակի մեջ է ինքը լինելու, այդ խաչելությունը, արդեն Տերը ամեն ինչ գիտեր։ Եվ տեսնում ենք այդ պահին մարդկային ցանկության եւ Աստծո կամքի հարաբերությունը։ Եկեք կարդանք 22 գլուխ 42 խոսք։ Տեր Հիսուսն ասում է. Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից։ Սակայն ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի։ Տեսանք, մեր ուշադրությունը իհարկե նրա վրա, որ Տերն ասում է թող քոնը լինի, բայց մենք տեսնում ենք նաև, որ ցանկություն կար խուսափելու, չէ՞։ Ասում են, եթե հնարավոր է, եթե կամենում ես, ինձանից հեռացրու այս բաժակը։ Մարդկայինով Տերը Հիսուսը կամենում էր, որ հեռացնի իրան այդ բաժակը, որ Տեր Աստված հեռացնի իրան այդ բաժակը, բայց իր ցանկությունը ենթարկացրեց Աստծո կամքին եւ ասաց թող քո կամքը կատարվի։ Իսկական աշակերտությունը, աշակերտ լինել Հիսուս Քրիստոսին դա է նշանակում, որ դու ասում ես Տեր, քո կամքը թող կատարվի, ոչ իմը։ Աշակերտ լինել նշանակում է Աստծո կամքը վերցնել եւ քո կամքը դեն նետել։ Մենք պետք է սովորենք ոչ թե այդպես աղոթել։ Ամենալավ աղոթքը դա է, որովհետեւ ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ դու ես ուզում։ Փորձեք այդպես աղոթել, երեխեք ջան։ Մի աղոթեք ձեր ցանկությունները, այլ ասեք Տեր, թող քո կամքը լինի։ Տեր, թող քո կամքը լինի։ Եթե նույնիսկ ցանկություններով աղոթում եք, ամեն անգամ հիշեք, վերջում ասեք. Տեր, ես իմ ցանկություններով աղոթեցի, ես ունեմ մարդկային ցանկություններ, բայց ես ավելի շատ կերադասում եմ քո կամքը, Տեր ջան։ Ընդունում եմ քո կամքը, Տեր ջան։ Այդպես ձեր աղոթքը սկսեք կամ ավարտեք միշտ Աստծո կամքով, ավելի լավ ավարտեք։ Որտեղ երբ որ մենք ասում ենք քո կամքը լինի եւ սկսում ենք թելադրել մեր ցանկությունները, արդեն մեր ցանկություններն են գերիշխում։ Բայց երբ որ մենք աղոթում ենք նույնիսկ ցանկություններով, լավ կլինի որ Աստծո կամքի մեջ աղոթեք, բայց մենք մարդկայինով կարանք ցանկություններ ունենանք աշխատանքի, ֆինանսի, առուծախի, ճանապարհի, չգիտեմ, տարբեր բաների։ Մենք միշտ ասենք Տեր, մեր կամքը թող չլինի, թող քոնը լինի։ Այդպես աղոթեք եւ կտեսնաք ինչքան բան է փոխվում ձեր կյանքում։ Ինչպես ճանաչել Աստծո կամքը։
Տերը մեզ չի թողում անորոշության մեջ եւ իր խոսքը տալիս է մեջ այն չափարիչներով, որ կարանք փորձենք յուրաքանչյուր որոշում, այսինքն մենք ունենք որոշումների օրիենտիրովկա, հա, այսինքն կարանք հասկանանք ինչա տիրոջ կամքը, եթե հասկանանք ինչպես է գործում տիրոջ կամքը։ Առաջինը, ամենամեծ բանը, որ պետք է, ամենակարևորը, որ հիշենք, տիրոջ խոսքը, տիրոջ կամքը չի հակասում աստվածաշնչյան խոսքին։ Այսինքն Աստված երբեք մեզ չի առաջնորդի անել բան, որը հակասում է իր խոսքին։ Եթե դա հակասում է Աստծո խոսքին, դա չի կարող Աստծո կամքը լինի։ Որովհետև Տիրոջ խոսքը մեր ոտքի ջրակն է եւ մեր ճանապարհի լույսը։ Այսինքն իր խոսքն է, որ մեզ ուղղություն է տալի։ Այս խոսքերի խորությունը, սա Սաղմոս 119-ի 105-րդ խոսքն է։ Այս խոսքի խորությունը, որ ասում է ես քո ոտքի տակի ճրակն եմ, ոտքի համար լույս եմ, հա, ճանապարհի լույսը եւ ոտքի տակի ճրակ, հենց այդ է ցույց տալիս, որ ամեն ուղղության վրա, ամեն направленияով, ամենտեղ որ դու գնում ես, որտեղ էլ որ քո ճանապարհը քեզ տանում է, քո յուրաքանչյուր որոշման մեջ քո լույսը Աստծո խոսքն է։ Դրա համար է Տերն ասում, որ իմ խոսքը քո ոտքի տակի ճրակն է, ուշադրություն դարձրու իմ խոսքին։ Եվ ամենաառաջին համեմատությունը մենք դες պիտի անենք։ Իմ ցանկության, իմ որոշման մեջ կա ինչ-որ մի բան, որ հակասում է Աստծո խոսքին։ Եթե այո, ուրեմն չի կարող լինի Աստծո կամքը։ Նաև կան ուրիշ օրինակներ, օրինակ սուտը չի կարող լինի Աստծո կամքը, օրինակ անբարոյականությունը չի կարող լինի Աստծո կամքը, վրեժլուծությունը կամ աններողամտությունը չի կարող լինի Աստծո կամքը, եւ այդպես շարունակ, լիքը բաներ Աստծո կամք չեն կարող լինել։ Նույնիսկ եթե մենք մտածում ենք դիմացինը արժանի է, սենց պիտի վարվեմ իր հետ, իմացեք, որ Աստծո կամքի մեջ չեք, եւ Աստծո կամքը բոլորի համար է բարի, ոչ թե մենակ մեր։ Հետո երկրորդ կետը, դա առաջի կետն էր, որ մենք առաջի կետով հասկացանք, որ Աստվածաշնչին չի կարող հակասի։ Երկրորդը, որով կարաք ստուգեք, Աստծո կամքը միշտ տանում է մեզ սրբության։ Այսինքն Աստված չի ուզում, որ մենք պարզապես երջանիկ լինենք։ Աստծո ամենակարևոր ծրագիրը մեզ համար մեզ սրբացնելն է։ Ոչ թե մեր երջանկությունը, այլ մեր սուրբ դառնալը։ Մեր երջանկությունը երկրորդ կամ երրորդ կետում է։ Առաջինը Տերն ուզում է, որ մենք մաքրվենք։ Եթե չենք մաքրվում այդ որոշման մեջ, ուրեմն դա Աստծո կամքը չի կարող լինի։ Աթեսաղոգիչների 4-րդ գլխի 3-րդ խոսքում ասում է, որովհետև սա է Աստծո կամքը, տենց էլ ասում է, սա է ասում է ձեր սրբացումը, որ հեռու մնաք բռնկությունից։ Այսինքն մեր սրբացումը Աստծո կամքն է։ Դա կոնկրետ կամք է, որ գրված է հենց այդ գլխի մեջ։ Եթե մեր դա չի տանում դեպի սրբացման, մեր որոշումը, մեր ծրագիրը, ուրեմն դա Աստծո կամքը չի։ Եվ եթե այդ որոշումը հեռացնում է մեզ սրբությունից, առավել եւս ինքը Աստծո կամքը չի։ Չի տա տենց բան Աստված, որ ասի իմ կամքն է, բայց հակասում է իմ բոլոր գործերին։ Այդպիսի բան չկա եւ Աստծո կամքը մենակ մեր հարմարավետության եւ մեր հաճույքների համար չի։ Շատ ժամանակ կարող է Աստծո կամքը մեզ չհամապատասխանի մեր ցանկությանը։ Աստծո կամքը բերում է խաղաղություն, բայց ոչ միշտ հարմարավետություն։ Դա էլ է շատ շփոթելի Աստծո ժողովրդի համար, հարմարավետությունը, կոմֆորտը, հա, շփոթում ենք խաղաղության հետ։ Բայց խաղաղությունը չի նշանակում, որ դժվար իրավիճակներ չկա։ Դժվար իրավիճակները նշանակում են, որ կոմֆորտ չկա, հա։ Օրինակ, Պողոս Առաքյալը խաղաղություն ուներ, նույնիսկ բանտում, չէ՞։ Այդ կոմֆորտ չուներ ինքը, ըմբռնել էին, տարել էին բանտ, բայց ինքը խաղաղություն էր, փառաբանում էր։ Դա չի նշանակում, որ եթե խաղաղություն ունես, պիտի անպայման կոմֆորտ ունենաս։ Եվ դա չի նշանակում, եթե դու պատերազմի մեջ ես, խաղաղություն չունես։ Դա էլ չի նշանակում։ Շատ ժամանակ հակառակն է։ Դու կարաս խաղաղություն ունենաս, երբ որ Աստծո կամքի մեջ ես, բայց նաև լինես լրիվ դիսկոմֆորտի մեջ։ Շատ մարգարեներ խաղաղություն ունեին, թեպետ հալածվում էին։ Եվ Հիսուսը նաև խաղաղություն ուներ, թեկուզ խաչը կրում էր դեպի Գողգոթա։ Կողոսացիների 3-րդ գլխի 15 խոսքն ասում է եւ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որին էլ կանչվեցիք մեկ մարմնի մեջ եւ եղեք շնորհակալ։ Այսինքն մենք խաղաղության պիտի ձգտենք Հիսուսի մարմնի մեջ, լինենք շնորհակալ նեղության մեջ։ Նեղությունը դա չի նշանակում մենք անխաղաղ պիտի լինենք։ Նեղությունը պիտի ընդունենք շնորհակալությամբ, որպեսզի խաղաղություն գա մեր վրա։ Եթե կարողանամ ճիշտ բացատրեմ,
հասկանանք, որ յուրաքանչյուր նեղության մեջ Տերը մեզ սրբացնում է։ Իսկ սրբությունը նշանակում է, որ Տերը մեր վրա աշխատում է։ Իսկ եթե Տերը մեր վրա աշխատում է, մենք պետք է շնորհակալ լինենք, որովհետև եթե մենք իր համար թանկ չլինեինք, ինքը մեր վրա չէր աշխատի։ Այդ գաղափարով պետք է հասկանանք, որ Տերը անընդհատ հոգ է տանում մեր սրբության մասին, բերելով մեր դիսկոմֆորտի մեջ միգուցե։ Եվ այդ դիսկոմֆորտը մեզ դիսկոմֆորտ չի իսկականից հետ, եթե նայենք ավելի երկար, ինքը մեզ ավելի լավ տեղ է տանում, ավելի բարի է ապագայի համար մեզ համար, քան մենք պատկերացնում ենք։ Էլ ոնց կարանք ճանաչենք Աստծո կամքը, աղոթքի միջոցով։ Աղոթքը շատ ուժեղ գործիք է եւ զրույցի հնարավորությունը Աստծո հետ։ Եվ երբ որ մենք ինչ որ դժվարության մեջ ենք, մենք կարող ենք Աստծո մոտ աղոթենք եւ դուք կզգաք կամ արդեն բոլորը զգացել եք, երբ որ դուք սկսում եք աղոթել այդ թեմայի շուրջ, Տերը ձեզ համար բացում է այն գիտությունը, որ դուք չունեիք 5 րոպե առաջ։ Մի 5 րոպե առաջ աղոթքից առաջ չունեիք այդ գիտությունը, բայց որ գալիս եք Աստծո առաջ, Աստված ձեզ տալիս է այդ գիտությունը, Սուրբ Հոգին լցնում է ձեզ, Սուրբ Հոգին ուսուցանում է ձեզ։ Հակոբոս առաջի գլխի 5-րդ խոսքում ասում է, եթե ձեզանից մեկին իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուն, որ բոլորին տալիս է առատորեն եւ առանց նախատելու եւ նրան կտրվի։ Տեսեք, ասում է իմաստություն խնդրեք, որ ձեզ տրվի։ Մենք մեր իմաստությունը չենք կարող ստանանք այս աշխարհից։ Այս աշխարհի իմաստությունը ունայն իմաստությունն է, շփոթացնող իմաստությունն է, լոգիկայի վրա կա, աշխարհի լոգիկայի վրա կառուցված իմաստություն։ Մենք պետքա ձգտենք Աստծո իմաստությանը, բայց էդի որտեղից պետք է ունենանք։ Դա ասում է աղոթքով խնդրեք։ Աղոթքը նաև միջոց է, որտեղ մենք կարանք մեր դեֆիցիտները, այսպես ասած, մեր պակաս բաները բերենք Աստծո առաջ։ Ասենք, Տեր, ես ունեմ հպարտություն։ Տեր, ինձ ների, որ ես սենց եմ վարվում։ Տեր, ինձ տուր իմաստություն։ Տեր, ինձ տուր որոշումներ կայացնելու հնարավորություն։ Լիքը մարդիկ ունեն ամեն ինչ, բայց չեն կարող որոշում կայացնել։ Դա մեծ խնդիր է շատերի համար որոշում չկայացնելը։ Եվ այդ ամենը կարանք բերենք Աստծո առաջ եւ Տերը կանի այն, ինչ որ մենք իրանից խնդրում ենք, բայց պետք է աղոթենք եւ աղոթենք այնպես, որ ոչ թե մեր ցանկությունով ենք ուզում, հա, Տեր ջան, թող սա լինի, այլ դու սովորեցրու ինձ, Տեր ջան, ինչպես անեմ։ Ավելի լավ է ես տենց անեմ, քան ասեմ Տեր էսի արա։ Ավելի ասեմ Տեր սովորեցրու ինչպես անեմ, որովհետեւ այդ դասը ես կքաղեմ մի անգամ, երկու անգամ, 3 անգամ եւ դա իմ մեջ կարմատավորվի։ Եվ իմաստությունը, երբ որ գալիս է Սուրբ Հոգով, այդ իմաստությունը էլ չի գնում քեզանից։ Տերը երբեք իր պարգևները չի վերցնում։ Ինչ որ դու ստանում ես Տիրոջից, մնում է, ինքը ավելի շատանում է։ Մենք ունենք բազմապատկման Աստված։ Ինչքան տալիս է շատանում է, ինչքան տալիս ենք շատանում է, ինչքան ստանում ենք ավելանում է։ Նաև ունենք մի հատ կետ, որ Աստծո կամքը հաճախ պահանջում է սպասել։ Աստվածաշնչում շատ օրինակներ կան, որ Աստծո կամքը սպասման հետ է կապված։ Եվ մեր մարդկայինով մենք անհամբերությունն էլ է մի հատ խոչընդոտ, որ մենք չենք կարողանում սպասենք Աստծո կամքին։ Մենք առաջ ենք ընկնում։ Իսկ սպասելը, բայց մեզ կերտում է, սպասելը զարգացնում է մեր հավատքը։ Եթե դուք ձեզ ուշադիր նայեք, այդ սպասման մեջ ձևավորվում է ձեր հավատքը։ Եթե ինչ-որ մի բան խնդրեք շուտ տրվի, այդ ձևավորման process-ը չի լինի։ Տերը ձևավորում է ձեր հավատքը։ Երբ որ մենք սպասում ենք, անցնում ենք ինչ-որ ընթացքով այդ ձևավորման process-ի մեջ, վստահել ենք սովորում, հա, այսօր էլ չեղա, բայց վստահում եմ, այսօր էլ չեղա, բայց վստահում եմ, այսօր էլ չեղա, բայց վստահում եմ։ Տեսեք, ձեր երեխեքին, երբ որ ինչ-որ բան եք ուզում տակ, իրանք էլ են չէ անհամբեր, դուք էլ ասում եք, բայց ասել եմ չէ որ կտամ, բայց ասել եմ չէ որ կտամ, բայց ասել եմ, դուք էլ եք ջղայնանում, որ ձեր երեխեն 1000 անգամ հարցնում է, թեպետ դուք իրան ասել եք, որ կտակ։ Այդ նույն ձևի դուք ուզում եք, որ ձեր երեխեն վստահի ձեր ասածին, որտեղ դուք ասեցիք, դուք կանեք ձեր երեխու համար դա։ Տերն էլ է դա ցանկանում։ Ցանկանում է, որ մենք իրան լիարժեք վստահենք, եւ մեր անհամբերությունները ինք ուղակի սպասմասմայից ես ասել եմ, չէ՞ որ կտամ։ Ես ասել եմ, չէ՞ որ ես քեզ տեր եմ։ Ես ասել եմ, չէ՞ որ ես քեզ պաշտպանեմ։ Ինչի ես խառնված իրար։ Եվ այդ ամեն մեր անհամբերություններն էլ կարան խոչընդոտ լինեն հասկանալու Աստծո կամքը։ Դրա համար մենք պետք է իմանանք, որ Աստծո կամքը շատ ժամանակ կապված է նաեւ համբերության հետ։ Եվ դա ձևավորում է մեր բնավորությունը, ամրացնում է մեզ։ Ինչքան մենք համբերատար ենք լինում Աստծո հետ, Աստծո կամքը կատարելու մեջ, այնքան ավելի մենք մեզ կայուն ենք զգում, որովհետև այդ փորձը մեզանից էլ ոչ ոք չի կարող վերցնի։ Ոչ ոք չի կարող քեզանից վերցնի այն փորձը, որ դու կես տարի սпасել ես մի հատ աղոթքի պատասխանի, եւ դու գիտես մենակ այդ կես տարին ոնց ես անցել։
Բայց եթե այդ պատասխանը գար 3 օր հետո, դու այդ կես տարվա փորձը չէիր ունենա։ Դա համար մենք պետք է շնորհակալ լինենք ամեն կերտման համար, որտեղ բնավորությունն է ձևավորվում, որ հաճելի է Աստծուն։ Այն բնավորությունը, որ ինքն է ուզում որ ունենանք, ոչ թե որ մենք այսօր ունենք։ Մեր բնավորությունները վատը չեն, որտեղ Տերը սենց ձևավորել է մեզ, բայց մեր բնավորությունները ունեն ապականված, այսպես ասած, աշխարհից եկած բաներ, մեր սրտի վրա կարդացինք, չէ՞ որ սիրտը ապական է, եւ այդ սրտի ապականությունը արտահայտվելու է ինչ որտեղ մեր ցանկությունների մեջ, հպարտության մեջ, մերժվածության մեջ, արհամարանքի մեջ, ազգային եւ տրադիցիայի մեջ, կրոնականության մեջ եւ այլն եւ այլն։ Առակներ 3 գլխի 5-րդ 6-րդ խոսքերը կարծում եմ այս խոսքերը բոլորդ գիտեք, այստեղ ասում է վստահիր Տիրոջը քո ամբողջ սրտով եւ մի ապավինիր քո հասկացողությանը, քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղի քո շավիղները։ Այստեղ ասում եմ մի ապավինիր քո հասկացողությանը, այսինքն այստեղ նույնիսկ մեր հասկացողությունը որպես վտանգ է ներկայացվում։ Ոչ թե միայն ուղղակի մի վստահ, այլ մի ապավին, այսինքն վտանգ կա, երբ որ մենք մեր հասկացողության վրա ենք մեր հույսը դնում, արդեն վտանգի տակ ենք հայտնվում։ Եվ որտեղ մեր սեփական խելքը ցանկանում է ամեն ինչ հասկանալ։ Մենք ուզում ենք ամեն ինչ հասկանանք, մեզ թվում է պետք է հասկանանք, բայց հավատը սովորացնում է վստահել, նույնիսկ եթե անհասկանալի է։ Ամեն անհասկանալի բան Աստվածաշունչը լիքն է անհասկանալի բաներով մարդկանց համար, եւ դրա համար մեր ուղեղը չպետք է միացնենք շատ ժամանակ, այլ պետք է ասենք ես վստահ եմ Աստծուն, թեկուզ այդ ամենաաբսուրդ իրավիճակի մեջ։ Եկեք մի քանի հատ գործնական հարցեր տանք ինքներս մեզ, գործնական հարցեր սրանք կարելի լինել օրինակ։ Ամենակարևոր որոշումներից առաջ, օրինակ, ամեն մեկը ձեզ հարց տվեք։ Ստուգում ենք մենք, արդյոք սա համապատասխանում է Աստծո խոսքին։ Արդյոք այս որոշումը ինձ ավելի մոտեցնում է Քրիստոսին։ Արդյոք պատրաստ եմ ես սպասել Աստծո ժամանակին։ Եվ ամենակարևոր հարցը ստեղ, ամենակարևոր հարցն եմ կարդում։ Եթե Աստված ոչ ասի, պատրաստ եմ հնազանդվել։ Այս հարցերը ձեր համար ձևավորեք եւ երբ որոշում կկայացնեք, այս հարցերը ձեզ տվեք այս հերթականությամբ։ Եվ երբ որ վերջի հարցին, եթե ամենավերջի հարցին, եթե Աստված ասի ոչ, պատրաստ եմ հնազանդվել, եթե այդ հարցին պատասխանել եք, չեք կարող պատասխանել դժվարանեք, ուրեմն դուք արդեն խնդիր ունեք։ Ուրեմն արդեն խնդիր ունեք այդ կամքի հասկանալու մոտեցմանը, որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք, ասենք, այո, եթե Տերն ասի ոչ, ես պատրաստ եմ հնազանդվել եւ հրաժարվել այն ամենից, ինչը որ ես հիմա իմ նպատակն ունեմ։ Մարմնական ցանկությունները կարան մեզ խաբեն, կարան մեզ շատ խաբեն, իրանք համոզիչ ձևով են գալիս։ Իրանք գալիս են, գիտեք ոնց, որ նույնիսկ հոգևոր տեսք են ընդունում, հա, կարելի է ասել։ Հոգևորի տակ, հոգևորի ծածկոցի տակ, հա, գալիս է սեփական ցանկությունը։ Այսա կկարդանք մի քիչ հետո որտեղից է դա գալիս, բայց լիքը բաներ կան, որ հոգևորի տակ մենք ինքներս մեր ցանկություններն ենք անում, ենթադրելով, որ դա Աստծո կամքն է, մենք ինքներս մեզ խաբելով։ Մարմնական ցանկությունները հիմնականում համբերություն չունեն, որովհետև կամ էլ ունեն ցանկություն, հա, ես դա պիտի անպայման ունենամ, չեմ կարող սպասել։ Հետո մենք արդարացնում ենք մեր գործերը մարմնական, մտածեք այդ մասին, Աստված հաստատ կհասկանա ինձ, հա, այդ շատ մարդիկ են ասում, Աստված հաստատ կհասկանա ինձ։ Դե ոչինչ, որ մի քիչ sense ծռեցի, թեքեցի, Աստված հաստատ կհասկանա ինձ։ Դե չեք կարծում, չէ՞ որ Աստված sense խիստ է, հաստատ ինքը իմ արած գործը չի տեսնի, այդ այնց մտքեր կան։ Մյուսներն են այդպես անում, բայց հələ ավելի վատ բաներ են անում, այդ համեմատություններն են անում մարդիկ։ Աստված հաստատ ուզում է, որ ես երջանիկ լինեմ, հա, էդ էլ մոլորության գաղափարը։ Աստված ուզում է, որ դու երջանիկ լինես, բայց Աստված չի ուզում, որ դու իրականքից դուրս երջանիկ լինես։ Կամ Աստված ինձ տվել է իրավունք այդպես անելու, հա, կամ լավ ես վաղը կապաշխարեմ դրա համար, հա, այդ բաներ կան, որ մենք ինքներս գիտակցաբար մեզ գցում ենք շատ դժվար իրավիճակների մեջ եւ դուրս են գալի Աստծո կամքի մեջից եւ այդ ամեն մարմնական բաները մեզ հեռացնում են նաեւ Աստծո կամքին, որովհետեւ երբ որ մենք զարգացնում ենք այդպիսի դիսկուսիա ինքներս մեր հետ, մենք ինքներս մեր հետ այդպիսի խոսակցություն վարելով մենք հեռացնում ենք մեզ Աստծուց։ Մենք մեզ համոզում ենք, որ մենք Աստծուն մոտիկ ենք, բայց իսկականից մենք հեռու ենք Աստծուց։ Որովհետև եթե ասում ենք Աստված հաստատ ինձ կհասկանա, այդ ժամանակ ես արդեն հեռացել եմ Աստծուց, մտածում եմ, որ կարող է ինքը ինձ հասկանա։
Որովհետև եթե ես հաստատ Աստծո կամքի մեջ եմ, ես չեմ կասկածի, կամ էլ ես համոզված եմ, այս հարցը իմ մեջ չի առաջանա, որ Աստված ինձ հասկանա թե չի հասկանա, որովհետև այդ հարցը չի առաջանա։ Դրա համար պետք է զգուշ լինենք եւ ամեն ինչ իմաստությամբ անենք։ Եվ ինչն է նաև մեզ խանգարում մեր սրտի մեջ, մեր մարմնականը խի է տենց պայքարում Աստծո կամքի դեմ։ Եկեք հասկանանք ինչից է դա։ Հակոբոս 3-րդ գլխում է դա ասվում, 14-17 խոսքերը։ Այստեղ ասում, բայց եթե ձեր սրտերում դառն նախանձ եւ եսասիրություն ունեք, մի պարծեցեք եւ մի ստեք ճշմարտության դեմ։ Սա այն իմաստությունը չէ, որը վերևից է իջնում, այլ երկնային է, մարմնական եւ դիվային։ Տեսեք, այդ իմաստությունը դիվային է նույնիսկ ասում։ Այդ տեղից էլ դիվեր են գալիս։ Որովհետեւ որտեղ նախանձ եւ եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն տեսակի չար գործ կա։ Այսինքն նախանձ ու եսասիրությունը ամեն չար գործի արմատ են, ամեն չար գործ, ըստ չի ասում ինչ որ մենակ է հպարտությունական բան, ամեն չար գործ։ Իսկ վերևից եկող իմաստությունը նախ մաքուր է, ապա խաղարար, հեզ, հնազանդ, ողորմությամբ եւ բարի պտուղներով լի, անկողմնակալ եւ առանց կեղծավորության։ Այսինքն նորից հասկանանք, մաքուր է Տիրոջ վերևից եկած իմաստությունը, մաքուր է, խաղաղասեր է, հեզ է, պատրաստ է լսելու, ողորմած է, բարի պտուղներ է բերում եւ անկեղծ է։ Ի հակառակս այն ամենի, ինչ որ եսակենտրոն միտքն է արտահայտում։ Որովհետև երբ որ ինչ-որ մի որոշում ծնվում է հպարտությունից, նախանձից, այդ ժամանակ մենք պետք է հասկանանք, որ ուղիղ գնում է ինքը Աստծո կամքին հակառակ, չի կարա դա լինի Աստծո կամքը։ Եթե ես իմ սիրտը չեմ կարող զննեմ, ես արդեն խնդիր ունեմ, որովհետև չեմ էլ կարա հասկանամ իմ սրտի տկարությունը։ Օրինակ ունեմ ես հպարտություն, ունեմ ես նախանձ, այնտեղ ինչ նշվեց, եսակենտրոնություն, ինչն է, եթե ես այդ ամենը չկարողանամ անընդհատ զննել, ինձ ստուգել, ես չեմ կարող լինել այն հարթակը, որտեղ Տերը ազատ իր կամքը արձակում է, որտեղ իմ հպարտությունը կխփի, իմ հպարտությունը կանգնած է չի թողում, որ Տիրոջ կամքը մտնի իմ մեջ։ Դրա համար մենք պետք է մաքրենք, սրբանանք, մաքրվենք, որպեսզի մենք դառնանք այն գուբկայի նման քաշենք Աստծուն։ Ինչքան մենք մաքրվենք, այնքան ավելի հեշտ կքաշենք Աստծո կամքը մեր մեջ եւ մեզ չի դժվարացնի Աստծո կամքը կատարել։ Մենք չենք վախենա Աստծո կամքից։ Մենք չենք, որտեղ մենք այնքան կվստահենք Աստծուն, որ մեզ արդեն մեկ կլինի ինչա կատարվում մեր շուրջը, որտեղ կարևորը իր կամքը կատարվի, ոչ իմ։ Եվ եթե իմ աղոթքը այդպեսին է, որ Տեր քո կամքը թող կատարվի եւ իմ կողքը կատարվեն բաներ, ուրեմն ես հասկանամ, դա է Տիրոջ կամքը։ Բայց նաև Տերն ասում է քո մազը անգամ չի ընկնի քո գլխից առանց իմ իմացության։ Եթե մենք այդ ամենը գիտենք, մենք վստահությամբ կսպասենք այն վարկանին, որը որ Տիրոջ կամքը կբերի մեր կյանք, չպայքարելով հակառակ դրա դեմ։ Ունենք Աբրահամին որպես օրինակ Աստվածաշնչում, տեսեք ինչ ասեց Աստված Աբրահամին, իրան խոստացավ որդի։ Եվ երկար սպասելուց հետո մարդկային այդ իր իմաստությունը, հա, կարելի է տենց ասել, իրան առաջնորդեց, Սարան ասեց, արի երեխա ունենանք Հագարի հետ, հա, մարդկայինով դա ճիշտ լուծում էր, որովհետև Աբրահամը արդեն ծերացել էր, հետո կարող այլ ընդհանրապես երեխա չունենալ, հա, որ ասենք իր սերմը պիտի պահպանվեր, եւ ինքը մարդկայինով արեց այդ քայլը, բայց դա Աստծո կամքը չէր։ Աստծո կամքը չէր։ Աբրահամը հետևեց մարդկային մտածողության եւ ծնեց Իսմայելին։ Այդ որոշումի հետևանքը շարունակվում է մինչև այսօր։ Այդ մի սխալ որոշումի հետևանքը շարունակվում է մինչև այսօր, որովհետեւ ինքը իր մարմնականով գնաց եւ ոչ Աստծով։ Բայց երբ որ Աստծո ժամանակը եկավ, ինքը համբերություն չունեցավ, արդեն շատ տարիներ էին անցել։ Մենք տարիների մասին ենք խոսում, երեխեք ջան, մենք չենք խոսում ամիսների մասին։ Տարիների, որ մարդիկ ծերանում էին։ Ու տեսեք ինչպեսի փորձություն է, չէ՞, բայց որտեղ երևաց Աստծո փառքը, որ իրանք այդպիսի մեծ տարիքում ունեցան Իսահակին։ Բայց նաև այդ իրավիճակը, որտեղ որ իրանք չհնազանդվեցին Աստծուն, այսինքն Աստծո կամքի մեջ չէին, բերեց դժվարություն իր հետ։ Սրանից դասը մեր համար այն է, որ ինչ որ մեր սեփական ուժերով ենք անում, դրա հաջորդելու է խնդիր մեր համար։ Ինչպես որ Իսմայելը դառավ խնդիր Աբրահամի համար, խնդիր Իսահակի համար, այսինքն մեր արած բոլոր մեր կամքով որոշումները մեր համար խնդիր են դառնում։ Նաև
Սավուղ թագավորը չսպասեց Սամուել մարգարեին, այսինքն զոհաբերության սեղանը ինքը որոշեց, որ ինքն է զոհ մատուցում։ Բայց Աստված չէր նայում զոհին, Աստված նայում է հնազանդությանը։ Շատ ժամանակ մենք կարծում ենք, որ զոհաբերություն ենք անում, դա այնքան շատ մեծ բան է։ Վայ ես ծոմ եմ պահում, վայ ես եմ, բայց Աստված ուզում է որ հնազանդվես։ Եկեք կարդանք Ա թագավորների 15:22 խոսքը։ Այստեղ Սամուելը ասում է. Սամուելը, երբ որ Սավուղը զոհ է մատուցում եւ անհնազանդ է լինում Աստծուն, ասում է. «Միթե Տերը նույնքան հաճույք ունի ողջակեզից եւ զոհերից, որքան Տիրոջ ձայնին հնազանդվողներից։ Ահա հնազանդվելը ավելի լավ է, քան զոհը, եւ լսելն ավելի լավ է, քան խոյերի ճարպը»։ Այսինքն Տերը սպասում է, որ դու իրան ենթարկվես եւ լսես, բայց չի ասում դու զոհաբերություն արա, բայց ինձ մի ենթարկվի։ Այստեղ Սավուղի օրինակը ցույց է տալի, որ Սավուղը առաջնորդվեց իր կարծիքով, ինչա պետք Աստծուն, իր կարծիքով պետք էր Աստծուն զոհ, բայց Աստծուն պետք չէր զոհ, Աստծուն պետք էր, որ ինքը հնազանդ լիներ որպես թագավոր։ Հիմա նույնն էլ մերն է, եթե դուք շատ զոհաբերություններ եք անում ու մտածում եք դրանով ամեն ինչ լավ է, ավելի լավ է հնազանդվեք Աստծո խոսքին, հնազանդվեք Աստծո կամքին, դա ավելի լավ է, քան ձեր բոլոր զոհաբերությունները։ Զոհաբերությունները բաց չեն, բայց զոհաբերությունները առանց Աստծո կամքի դառնում են, ինչպես որ Սավուղի գլխին դարձան, պատուհաս դարձան, որովհետև Տերը իրան չներեց այդ հարցով։ Եվ իհարկե ոչ միայն այդ հարցով, բայց արդեն ցույց տվեց, որ իր սիրտը Սավուղի հնազանդ չէր։ Եվ իր կրոնական զոհաբերությամբ ինքը վիրավորեց եւ Աստծո մարդուն Սամուելին եւ Աստծուն անարգեց, կարելի ասել, Աստծո կամքը։ Ունենք նաև Դավիթին, իհարկե մեր ամենավառ օրինակը, որ Դավիթ իր որոշումները միշտ կայացնում էր Աստծո հետ։ Գնամ այս պատերազմի, չգնամ այս պատերազմի, բայց նաև այն ժամանակ, երբ որ Դավիթը չկայացրեց Աստծո հետ, օրինակ Մարթա հաշվարկում արեց, չէ, հաշվարկ արեց եւ Տերը զայրացավ իր վրա, նաև ինքը իր զորապետի կնոջը իրան վերցրեց եւ այդ ամենը Աստծուն հաճելի չէին, Աստծո կամքի մեջ չէին եւ Տերը իրան պատժեց։ Մի անգամ բերեց սով այդ երկրի վրա, եթե հիշում եք հիվանդություն եւ սով, իսկ երկրորդ անգամ էլ իր երեխան մահացավ։ Հենց իր առաջինը Սողոմոնից առաջ ծնվածը մահացավ 7 օր Դավիթ թագավորը ծոմ պահեց եւ հենց երեխան մահացավ, ասма դե վերջ արդեն մեռավ, էլ ծոմ պահելս հիմա չունի, իր զոհաբերությունը Տերը չընդունեց արդեն, որովհետեւ իր կամքը, Աստծո կամքը ավելի կարեւոր էր եւ էլ պետք չէր որ Դավիթը պարկի ծոմ պահի, որ ամեն ինչ լավ դառնա, որովհետեւ իր արած քայլը ճիշտ քայլ չէր եւ Աստծո աչքին կարշելի էր։ Հիմա եկեք մի քանի հատ կետեր եմ տալիս, որպեսզի բոլորս գրենք։ Եթե ունեք թուղթ ու գրիչ, վեկարեք եւ գրեք այս խոսքերը, որովհետեւ սրանք ոնց որ բանալի հարցեր են, ոնց կարանք մեզ ստուգենք Աստծո կամքը կատարվում է, թե չի կատարվում, Աստծո կամքի մեջ ենք, թե ոչ։ Ուրեմն առաջինը ամենաառաջի կետերից մեկը պետք է հասկանանք, որ մեր բոլոր գործերը որպես Աստծո զավակ Աստծո փառքի համար են, Հիսուսի փառքի համար են, մեր համար չեն։ Եթե դու կարծում ես, որ դու Աստծո զավակ ես եւ քեզ համար մի բան կա այս աշխարհում, դու սխալվում ես։ Աստված քեզ ընտրել է, որ դու իրան փառավորես, եւ այդ իր փառքի մեջ է ամեն պատասխան։ Եվ քեզ համար ամենաառաջի հարցը պետք է լինի. արդյոք իմ որոշումը փառավորում է Հիսուս Քրիստոսին։ Եթե այն որոշումը ավելի շատ իմ փառքի համար է եւ ոչ Աստծո փառքի համար, ապա ես արդեն պիտի զգուշ լինեմ այդտեղ։ Իմ որոշումը պետք է միշտ փառավորի Հիսուս Քրիստոսին։ Երկրորդը, արդյոք համապատասխանում է Աստծո խոսքին։ Աստված երբեք չի հակասում ինքը իր խոսքին։ Ոչ մի վայրկյանում չմտածեք, որ ինչ որ մի բան հակասում է եւ ինչ որ ձևով դասավորեք, որ կարող է Տերը ճիշտ հասկանա։ Դες բան չկա, Աստված իր խոսքին չի հակասում։ Երրորդը, արդյոք իմ այս որոշումը նպաստում է իմ սրբացմանը։ Տեսեք, կարդացինք, չէ, որ Տիրոջ կամքն է սրբանանք։ Եվ մենք այդ հարցը պետք է տանք, իմ այս որոշումը կայացնում եմ եւ ես սրբանում եմ, թե ես չեմ սրբանում։ Որովհետեւ Աստծո կամքը մեզ միշտ ավելի նմանացնի Հիսուս Քրիստոսին։ Դա է, մեր նպատակը նմանվել Հիսուս Քրիստոսին։ Ինչի ենք սրբանում։
Որովհետև մենք իր զավակներն ենք եւ ասում է իմ որդու նման պիտի դառնանք։ Մենք պետք է դառնանք բոլորս Հիսուս Քրիստոսի նման։ Եվ այդ Հիսուսի նման դառնալու process-ը կոչվում է սրբացում, ուրիշ բան չկա տեղ հասկանալու։ Եվ այդ սրբացման process-ը, եթե չի կատարվում իմ որոշման մեջ, ուրեմն դա էլ է հարցականի տակ։ Չորրորդը, արդյոք իմ այս որոշումը ծառայում է նաև ուրիշներին, թե ծառայում է միայն ինձ։ Այսինքն այդ որոշումը ոնց ինչ որոշում է, ուրիշը օգուտ ունի դրանից, թե մենակ ես ունեմ դրանից օգուտ։ Որովհետև սերը, որը որ Տեր Հիսուս Քրիստոսն է, սերը միշտ մտածում է առաջինը ուրիշների համար, ուրիշների բարօրության համար, հետո նոր ինքը իրա։ Այսինքն այդ որոշումները պետք է հասկանանք ում համար է այդ որոշումը, իմ համար է այդ որոշումը, թե ուրիշների համար է լավ որոշում։ Որտեւ եթե այդ որոշումը մենակ ինձ է լավ որոշում տալիս, դա սիրո որոշում չի։ Դա արդեն էգոիստական որոշում է։ Սիրո որոշումը միշտ ներքաշում է իր այդ որոշման մեջ ամեն մեկին, ամեն ինչին, ով այդ որոշման տակ է։ Օրինակ, եթե կայացնում եք ընտանեկան որոշում, դա լավ է իմ աղջկա, իմ տղու համար, իմ ամուսնու համար, իմ կնոջ համար, իմ մամայի համար։ Եթե այդտեղ ոչ մեկի մասին չեք մտածում, մենակ ձեր որոշումն եք կայացնում, որ այդպես է պետք, չմտածելով մյուսների մասին, դա արդեն աստվածային որոշում չի։ 5-րդ կետը։ Հարցնում ենք ինքներս մեզ, եթե Աստված ոչ ասի այս որոշման համար, պատրաստ եմ հրաժարվել դրանից, այդ որոշումից։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է, էլի ասեցինք, չէ։ Եվ եթե ես չեմ կարող ասել, եթե քո կամքը չի Տեր, ես հրաժարվեմ դրանից, ապա հավանաբար դեռ կապված եմ իմ ցանկությունների հետ։ Եթե ես պատրաստ չեմ ասեմ Տեր, այո, ես հրաժարվեմ դրանից, ուրեմն իմ ցանկությունը ինձ գրավել է։ Իմ ցանկությունը ավելի շատ է, քան ես պատրաստ եմ Աստծո կամքը լսել։ Այդ ամենակարևոր հարցերից է այս ամբողջ հարցերի մեջ։ Պատրաստ եմ ես հրաժարվել իմ որոշումից։ 6-րդը։ Եթե ոչ ոք չտեսնի իմ այս որոշումը, նույն որոշումը ես կընդունեմ, թե ոչ։ Սա ինքդ քեզ ստուգելու հարց է։ Եթե իմ այս որոշումը ոչ ոք չտեսնի, ոչ ոք չիմանա, ես կկայացնեմ արդյոք նույն որոշումը։ Այս որոշումը մեր շարժարիքների մասին է, ինչ է մեզ շարժում։ Հանրային կարծիքը, մարդիկ, չգիտեմ, լսարանը, իմ շրջապատի եկեղեցու ծառայողները, ով է իմ ինչով է մեր շարժվում, ինչն է ինձ շարժում այս որոշումը կայացնելու։ Արդյոք սրա մեջ կա ինչ-որ ծրագիր, որը Աստծո ծրագիրը չի։ 7-րդ հարց։ Արդյոք պատրաստ եմ ես սպասել, մինչև որ Աստված կհաստատի իր կամքը։ Մարմինը որովհետև շտապում է, իսկ հավատքը սպասում է։ Եվ իմիջիայլոց ասեմ, շատ սխալներ տեղի են ունենում ոչ թե սխալ որոշումների պատճառով։ Հիմնականում մարդիկ որոշումները ճիշտ են կայացնում, որովհետև Սուրբ Հոգին սխալ որոշումներ մեր մեջ չի դնում։ Բայց մենք ճիշտ բանը անում ենք սխալ ժամանակին։ Եվ այդ ժամանակի խնդիրն է, որ շատ ժամանակ խոչընդոտ է մեզ, եւ մենք պետք է սպասենք Աստծո կամքի հաստատմանը։ Եթե ասել ենք Տեր, հաստատի ինձ քո կամքը, ցույց տուր ինձ, ուրեմն չվրազենք, ասենք 3 օր անցավ չհաստատեց, ուրեմն ես սպասեք, համբերություն ունեցեք։ Չի տալիս պատասխան, պատասխան չտալն էլ է պատասխան։ Որտեղ Տեր ասում է ժամանակը դեռ չի իմ պատասխանի։ Համբերություն ունեցեք։ Այդ համբերությունը ձեզ կբերի այն կետի, որ դուք ազատ եք այդ որոշումը, տվել եք Աստծուն եք հանձնել եւ ասում եք Տեր, դու իմ կպատասխանես, բայց ես իմ որոշումը քեզ եմ տվել։ Ես վրազելու ոչինչ չունեմ։ Այս աշխարհը ոնց եկել է գնալու է, այս աշխարհը ամեն օր ֆռում է։ Իմ կյանքն էլ մի օր վերջանալու է, թե այսօր ես կհայտնվեմ քո գիրկը, թե վաղը կհայտնվեմ, թե իմ տունը այդ օրը կառնեմ, թե չեմ առնի, սա երկրորդական է, եթե մենք հասկանանք, որ մենք Աստծո կամքը պետք է սկզբից հասկանանք, որովհետեւ մենք մեզ փորձանքի մեջ չգցենք։ Որտեղ մենք երբ որ փորձանքի մեջ ենք, մեր ամբողջ ընտանիքն է փորձանքի մեջ։ Մենք մեր տան քահանաներն ենք, մի մոռացեք։ Երբ որ քահանան խնդիր է ունենում, ամբողջ եկեղեցին ունի խնդիր։ Երբ որ մենք մեր տան քահանաները խնդիր ունենք, հոգևոր խնդիրի մեջ ենք, մեր ամբողջ ընտանիքն է անգնում խնդիրի մեջ։ Մենք պետք է մեր ընտանիքի մեջի այդ սրբությունը պահողը լինենք։
Եվ չգցվենք ամեն մեր որոշման ուղղակի հաստատվելու, մեր եսը դնելու, մեր ասածը անելու, քանի որ մեր բնավորությունները կարող մեզ խանգարեն, այլ ասենք Տեր դու արա։ Սիրով, ամեն ինչը սիրով, ինչքան սեր ունենաք ձեր մեջ այդ հնազանդության մեջ դնելու, այնքան ավելի թեթև կտանեք այդ հնազանդության մեջ դնելու, որովհետև երբ որ մենք Աստծուն սիրում ենք, մենք բացի իրանից ոչինչ չենք էլ ուզում անել։ Ասում ենք Տեր ոնց ուզում ես, քոնը, մենակ քոնը Տեր ջան թող լինի։ Մատթեոս 16:24-25 խոսքերում ասում է. Այն ժամանակ Հիսուսն ասաց իր աշակերտներին. Եթե մեկը ցանկանում է ինձ հետևել, թող ուրանա իրեն, վերցնի իր խաչը եւ հետևի ինձ։ Որովհետեւ ով կամենա իր կյանքը փրկել, կկորցնի։ Իսկ ով որ կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։ Ինչ ասում Տերը, ասում է հրաժարվի քո անձնական կամքից, վստահի ինձ, ընտրի հնազանդությունը նույնիսկ այն ժամանակ, երբ դա շատ դժվար է։ Եվ Տերը չի խոստացել մեզ ուրախության եւ քաղցր ճանապարհ։ Տերը մեզ միայն խոստացել է, որ ինքը միշտ ներկայ է լինելու մեր հետ, միշտ մեր մոտ է լինելու, ասա ես միշտ ձեր հետ եմ եւ մեզ հավիտենական կյանք է խոստվել։ Ինքը չի ասել դուք կանցնեք թեթև կյանքով, ընդհակառակ, ասել է ձեր ճանապարհը նեղ է լինելու եւ քարքարոտ է լինելու։ Եթե դու Աստծո աշակերտ ես, քո ճանապարհը չի կարա թեթև լինի։ Քո ճանապարհը եթե շատ թեթև է, ուրեմն հարց տուր ինքդ, այդ որ ճանապարհով ես քայլում, այդ ոնց է որ տես թեթև է։ Չի կարա տես բան լինի, որ դու Աստծո ճանապարհով ես քայլում, քո ամբողջ կյանքը նվիրել ես Աստծուն եւ քո կյանքը թեթև անցնի։ Ոչ, եթե դու ամեն քո որոշում չափես Աստծով, դու կտեսնաս ինչքան դժվար է յուրաքանչյուր որոշում։ Նույնիսկ մի փոքր որոշում չկայացնես առանց Աստծո, դու կտեսնես, որ դու շատ դժվար կյանքով ես ապրում։ Այս աշխարհի համար, բայց մեր կյանքը թեթև է, եթե մենք ունենք վստահություն եւ հավատք Աստծո հանդեպ։ Այդ թեթևությունը նրանում է կայանում, որ բոլորի համար կարա դա շատ աբսուրդ իրավիճակ լինի, բայց քո համար երանելիություն լինի, որովհետեւ դու գիտես, որ քեզ Տեր Աստված, որ դու քայլում ես ամենակալի, ամենակարողի, բարձրալի թևերի տակ։ Եվ էդի քեզ պիտի բավարարի։ Քեզ դա պիտի բավարարի։ Խաչդ վերցրու եւ գնա կամքը դիր մի կողմ եւ հնազանդվիր Աստծուն։ Մի փնտրի թեթևություն եւ կոմֆորտ, այլ փնտրի խաղաղություն։ Եվ միշտ չի որ խաղաղության ժամանակ դու չպիտի պատերազմես։ Դա չի նշանակում։ Դա նշանակում է դու պիտի միշտ պատրաստ ես պատերազմի, բայց այդ պատերազմի մեջ դու պիտի խաղաղ լինես, որ դու Աստծո կամքի մեջ ես։ Եվ դա է այդ կոմբինացիան, որ պետքա ձևավորվի մտքի նորոգությամբ։ Եթե ամբողջ այս իմաստը հասկանանք, այն 3 կետերն էին կարևոր։ Առաջինը, որ մենք նվիրում ենք մեզ Աստծուն, երկրորդը, որ մենք սկսում ենք մտքի նորոգմամբ, ինչի է դա կարևոր, որ մեր միտքը մեզ չխանգարի, որ մեր միտքը ինչ թելադրում է սրտին, այն էլ սիրտը անում է, այսինքն իրանք իրար խաղ են տալիս եւ հոգին չեն թողում որ գործի։ Եվ երրորդը վերջո, երբ որ մեր միտքը կհնազանդացնենք Աստծո հոգու կամքին, այդ ժամանակ արդեն Աստծո կամքը ավելի հասանելի կլինի, մենք իր ձայնը ուղղակի կլսենք։ Գիտությունը չի օգնելու, երեխեք ջան, ավելի շատ խոնարհությունն ու հնազանդությունը։ Դու կարա շատ գիտելիք ունենաս, Աստվածաշունչը ջրի պես իմանաս եւ անհնազանդության պատճառով ոչ մի բան չկարողանաս հասկանաս։ Եվ հակառակը, լինես հնազանդ եւ այն քիչը որ դու գիտես, քեզ համար իրոք մեծ հայտնություն դառնա։ Մեծ հայտնություն կդառնա քո քիչ գիտելիքը, եթե դու ունես խոնարհություն եւ հնազանդություն եւ երկյուղ ունես Աստծոց։ Եկեք աղոթենք, որ Տերը մեզ հնազանդություն եւ խոնարհություն տա եւ նաեւ համբերություն տա եւ նաեւ այդ զանազանությունը խնդրենք իմաստության ձևով, որ մենք կարողանանք լսել իր ձայնը։ Բայց այդ հարցերը, որ տվեցինք, մեզ օգնական կարան լինեն, ուղղակի հասկանալու, այդ հենց ինձ համար ամենակարևոր հարցերից մեկը այդ հարցացանցի մեջ, սա փառք է բերում Հիսուսին, թե ոչ։ Եթե սա փառք է բերում Հիսուսին, ես պատրաստ եմ գիշեր ցերեկ դա անեմ։ Եվ ես դրանով եմ միշտ ստուգում, այդ սա հարցերի միջից իմ ամենաշատ տրված հարցը հենց այդ է փառք է բերում Հիսուսին, թե չէ։ Բայց այն մյուս հարցերը անկարևոր չեն, բոլորն էլ կարևոր են։ Նամանավանդ այն հարցը պատրաստ եմ ես հրաժարեմ, եթե սա Աստծո կամքը չի։ Որտեղ մենք մեր ցանկություններից դժվար ենք հրաժարվում։ Եկեք աղոթենք։ Փառահեղ Տեր, օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր։ Տեր, մենք տերունական աղոթքի մեջ ենք ասում, թող լինի քո կամքը, թող հաստատվի քո արքայությունը։ Տեր, դու առաջնորդի մեզ, Տեր ջան, որ մեր նպատակները քո կամքին համաձայնեցնենք, Տեր ջան։
որ չընկնենք քեզանից առաջ, Տեր ջան, եւ չվազենք քո հետևից, Տեր ջան, այլ լինենք քո մոտ, Տեր ջան, այն ճանապարհով քայլենք, որ Տեր ջան, հենց քո հավասարությամբ են գնում, Տեր, որպեսզի մենք լինենք, Տեր ջան, պաշտպանության տակ, այն պաշտպանության, որ քեզանից է, որ իմաստություն է, որ այն խորինս իմաստությունն է, որ մենք չենք կարա ձեռք բերենք, աշխարհի իմաստությունը, ինչպես որ խոսքի մեջ ասած, մենք չենք կարա այդ իմաստությամբ այստեղ ապրենք, մենք որպես Աստծո զավակ պետք է երկնային իմաստություն ստանանք, Տեր, եւ մենք այսօր աղոթում ենք դրա համար, Տեր ջան, որ դու մեզ տաս այդ երկնային իմաստությունը, Տեր ջան, որպեսզի մենք մեր որոշումների մեջ փնտրտուքի մեջ չընկնենք, Տեր ջան, եւ մեզ ոչ մեկ չկարողանա խաբի, որովհետեւ հենց որոշումները գալիս են, մարդիկ գալիս են իրանք կարծիքներ են բերում պատում, դա կարա լինի նաեւ հոգեվոր մարդ, Տեր, ես խնդրում եմ, որ մեզ զանազանություն տաս հասկանալու քո կամքը եւ մարդկային կարծիքներից զերծ մնալու հնարավորություն, Տեր ջան, մեր ականջները փակենք ամեն ձայնի դեմ եւ բացենք քո ձայնի համար, Տեր ջան, համբերություն տուր մեզ, Տեր ջան, նաեւ համբերելու քո կամքի, քո պատասխանների, քո միջամտությանը, Տեր ջան, որովհետեւ դու պարապ չես նստում, Տեր ջան, սպասում թե մենք ինչ կասենք, դու արդեն նախապես գիտես մեր խնդիրները, դու արդեն լուծումներ ես բերում, Տեր, եւ շատ ժամանակ մենք ինքներս ենք մեր խոչընդոտը այդ լուծումները չստանալու պատճառը։ Տեր, օգնի մեզ, որ համբերատար լինենք, օգնի մեզ, որ հնազանդ լինենք քեզ, օգնի մեզ, որ մենք մեր եսը, մեր եսակենտրոն ցանկությունները արմատախիլ անենք մեր մեջից, Տեր, գամենք խաչին ամեն ինչ որ քեզանից չի, Տեր Հիսուս, հրաժարվենք մարմնից եւ լսենք հոգուն, մեր ցանկություններին հարց տանք, երբ որ իրանք գալիս են, արդյոք իրանք փառավորում են քեզ, Տեր Հիսուս, արդյոք իրանք քո խոսքի համաձայն են, Տեր ջան, այդ հարցը չմոռանանք, Տեր ջան, մեր ցանկությունների այդ պահին, որ գալիս է, Տեր, օգնի մեզ, Տեր ջան, հիշեցրու, որ բալիկս դու պիտի ինձ փառավորես։ Եվ մենք շնորհակալ ենք, Տեր, քո առաջնորդության համար, քո սիրո համար, Տեր։ Մենք հավատում ենք, Տեր, որ դու մեզ ամեն օր նորովի ես սրբացնում, Տեր ջան։ Եվ եթե ունենք, Տեր ջան, մենք հաստատ բոլորս ունենք ապական սրտի անկյուններ, Տեր ջան, ինչպես որ Երեմիայի խոսքում ասում, Տեր ջան։ Այդ ապական սրտի անկյունները, Տեր, քո ոտքերի տակ ենք բերել, Տեր։ Եվ ասում ենք, Տեր, մաքրի այն, Տեր ջան, մաքրի այդ անկյունները, Տեր, ների մեզ, Տեր ջան, որ այդ ապականությունը թույլ ենք տվել եւ մաքրի մեզ, որպեսզի դառնանք քեզ արժան, սուրբ զավակներ։ Աղոթեցինք քո թանկ ու պատվավոր անունով, Տեր Հիսուս Քրիստոս։ Ամեն։